Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումը սովորական դիվանագիտական այց չէր, այն կարճ էր, կտրուկ և առանց ավելորդ ձևականությունների։ Սա արդեն իսկ հուշում էր, խոսքը գնում է ոչ թե հերթական բանակցության, այլ որոշիչ բախման մասին։ Հանդիպումը, որը տևեց ընդամենը կեսօր, վերածվեց 20 րոպեանոց բաց քաղաքական մենամարտի։ Կողմերը բառացիորեն բացեցին քարտերը առանց դիվանագիտական փաթեթավորման։ Պուտինը հենց սկզբից սահմանեց օրակարգը՝ ընտրություններ, տնտեսություն և արտաքին ուղղություն, կամ մեզ հետ, կամ մեր դեմ։ Նրա հիմնական ուղերձը պարզ էր՝ Հայաստանը չի կարող միաժամանակ ինտեգրվել և Եվրասիական միությանը, և Եվրոմիությանը։ Սա ոչ թե խորհրդատվություն էր, այլ հստակ վերջնագիր։ Ավելին, Պուտինը ակնարկեց տնտեսական լծակների մասին։ Հայաստանը մեծապես կախված է ռուսական շուկայից, հատկապես գյուղատնտեսական արտահանման ոլորտում։ Այդ շուկան կարող է փակվել ցանկացած պահի։ Հաջորդ ազդանշանը ավելի կոշտ էր՝ գազը որպես ճնշման գործիք։ Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է մոտ $177, մինչդեռ Եվրոպայում այն հասնում է $600։ Ուղերձը թաքնված չէր՝ եթե Հայաստանը գնա Եվրոպայի ճանապարհով, ապա կվճարի եվրոպական գներ։ Փաշինյանի պատասխանը սառը և հաշվարկված՝ Հայաստանը զարգացնում է արևային էներգետիկա և այլընտրանքային լուծումներ։ Անվտանգության թեմայում բախումը դարձավ առավել բաց՝ Արցախի հարցը որպես մանիպուլյացիա։ Պուտինը փորձեց կապել հապկի անգործությունը Արցախի հարցի հետ, պնդելով, որ եթե Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, ապա միջամտության հիմք չկա։ Փաշինյանը հակադարձեց ուղիղ՝ խնդիրը Արցախը չէ, այլ այն, որ հապկը չպաշտպանեց հենց Հայաստանի տարածքը։ Սա արդեն ոչ թե դիվանագիտություն էր, այլ բաց հակասություն։ Փաշինյանը փաստացի հայտարարեց՝ Հայաստանը չի շարունակելու Արցախի հարցը, եթե չունի հստակ և անվերապահ աջակցություն։ Մենք միայնակ չենք քաշելու։ Սա նշանակում է մեկ բան՝ Երևանը փորձում է փակել այդ էջը՝ տեղափոխվելով պատասխանատվությունը միջազգային հարթություն։ Հանդիպման ամենազգայուն հատվածը վերաբերում էր Հայաստանի ներքին քաղաքականությանը՝ ներքաղաքական ճնշում և 2 միլիոն հայ։ Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն հայ և ակնարկեց, որ պրոռուսական ուժերը պետք է ներգրավեն քաղաքական գործընթացներում։ Սա արդեն բաց ազդակ էր՝ Մոսկվան ցանկանում էր ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին իշխանության բաշխման վրա։ Պատասխանը կարճ էր, բայց հստակ՝ Փաշինյանի ոչը։ Հայաստանում ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այսպիսով Փաշինյանը մերժեց արտաքին ազդեցության գաղափարը՝ պահպանելով ինքնիշխանության գիծը։ Վերջում Փաշինյանը հարվածեց ամենազգայուն կետին՝ քաղաքական համակարգին՝ ժողովրդավարություն ընդդեմ վերահսկողության։ Նա շեշտեց, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է՝ ազատ մեդիա և սոցիալական ցանցերով առանց սահմանափակումների։ Սա ոչ միայն ինքնապաշտպանություն էր, այլ նաև հստակ հակադրություն Ռուսաստանի քաղաքական մոդելին։ Այսպիսով, ընկերներ, այս հանդիպումը ցույց տվեց մեկ բան՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հասել են կարմիր գծի։ Մի կողմում տնտեսական և էներգետիկ ճնշում, մյուսում ինքնիշխանության և բազմավեկտոր քաղաքականության փորձ։ Հարցը այլևս դիվանագիտական չէ, հարցը ընտրության մասին է, և այդ ընտրությունը դեռ առջևում է։